Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օր վերադարձությունները նախամարոտ։ Վագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Աշխաբադում է, որտեղ առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում գործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Փաշինյանը Գերմանիայից մեկնել է Ռուսաստան, մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Վարչապետին օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Իսկ Գերմանիա այցի ընթացքում վարչապետը եղել է ոչ միայն Բեռլինում, այլև Համբուրգում, որտեղ հանդիպել է քաղաքի գործարար համայնքի, քաղաքական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչներին։ Փաշինյանը Գերմանիա այցի ավարտին Համբուրգում նաև ասուլիս է տվել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսել ոչ միայն այցի արդյունքների մասին, այլ անդրադարձել արտաքին ու ներքաղաքական խնդիրներին։ Օրեր առաջ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին։ Ադրբեջանի ագնախարարությունը հայտարարություններ տարածել, նշելով, թե նոր փաստաթուղթը վտանգում է խաղաղության գործընթացի տրամաբանությունը։ Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի հայտարարությանը։ Գլխավոր դատախազը կառավարության նիստում ներկայացրել է Սևանա լճի ափամերձ գոտում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքները։ Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը։ Նախագահ Վագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Աշխաբադում է, որտեղ առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում գործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում գործակցության ընդլայնմանը, նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։ Կողմերը վերահաստատել են երկկողմ գործակցությունը խորացնելու միջազգային հարթակներում արդյունավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Փաշինյանը Գերմանիայից մեկնել է Ռուսաստան, մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գործակցության միջազգային կոնֆերանսին։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Իդեպ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15000 էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Որոշումը կայացվել է քիչ առաջ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում։ Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ գործակցությունը ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին նիստին ունեցած ելույթում հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդման առումով։ Հայաստանի վարչապետն անդրադարձել է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտին, նշելով, որ տարածաշրջանային հաղորդակցուղիների ապաշրջափակումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական գործակցության համար։ Իսկ Գերմանիա այցի ընթացքում վարչապետը եղել է ոչ միայն Բեռլինում, այլև Համբուրգում, որտեղ հանդիպել է քաղաքի գործարար համայնքի, քաղաքական շրջանակների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումների ընթացքում Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցուղիների գործարկման հնարավորությունները և նշանակությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի ընթացքում այցելել է Europe Campus Berlin գիտատեխնոլոգիական կենտրոն, որտեղ վարչապետին են ներկայացրել էներգոարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գործակցել Հայաստանի կառավարության հետ, իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։ Վարչապետը կարևորել է երկկողմ գործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Փաշինյանն այցելել է նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ, որտեղ հանդիպել է գերմանական հիմնադրամների և ուղեղների կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, նաև կառավարության
Հայաստան իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։ Այնուհետև Փաշինյանը Բեռլինից մեկնել է Համբուրգ մասնակցելու տնտեսական, քաղաքական եւ տարածաշրջանային անվտանգության շրջանակներում նախատեսված հանդիպումներին։ Վարչապետը Համբուրգում այցելել է քաղաքի առևտրի պալատ եւ հանդիպել գերմանացի գործարարների հետ։ Պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մայթե Հեյնը նշել է. Գերմանացի գործարարները մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե որտեղ կարող ենք իրական գործակցություն եւ ներդրումային հնարավորություններ գտնել։ Փաշինյանն իր ելույթում շեշտել է, որ տարածաշրջանում տնտեսական լանդշաֆտը փոխվում է եւ Հայաստանը դարձել է նոր կապուղիների եւ նախագծերի առանցքային հանգույց։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ներդրումների համար բացեց որակապես նոր միջավայր։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակումը ստեղծում է տնտեսական նոր քարտեզ, որտեղ Հայաստանը դառնում է կայունության եւ կապակցման կենտրոն։ Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կանոնավոր կերպով բարելավելու է բիզնես միջավայրը։ Մենք հետևողական բարեփոխումներ ենք իրականացնում տնտեսական աճը, մրցունակությունը եւ ներդրումային անվտանգությունը ապահովելու համար։ Համոզված եմ, որ գերմանական կապիտալը Հայաստանում կարող է ունենալ մեծ տեղ։ Գործարարներն իրենց հերթին հետաքրքրվել են Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերով, էներգետիկ անվտանգությամբ, լոգիստիկ բեռների անցուղիներով եւ IT ոլորտի ներուժով։ Վարչապետը պատասխանել է բոլոր հարցերին։ Փաշինյանը հանդիպել է նաեւ Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը նպաստող ապակենտրոնացված գործակցությունը, այդ թվում տնտեսական, ներդրումային, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտներում կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Համբուրգում վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ներկայացրել է կառավարության տնտեսական ու արտաքին քաղաքական ուղղությունները, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, եկեղեցու նորոգման ընթացքը, խաղաղության հաստատման եւ հաղորդակցության բացման ուղիները։ Հանդիպման մասնակիցները բարձրացրել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցեր, որոնց վարչապետը մանրամասն պատասխանել է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Փաշինյանը Գերմանիա այցի ավարտին Համբուրգում նաև ասուլիս է տվել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, խոսել ոչ միայն այցի արդյունքների մասին, այլև անդրադարձել արտաքին ու ներքաղաքական խնդիրներին։ Մանրամասները տեսանյութում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցը նոր հորիզոններ է բացել Հայաստանի համար, մասնավորապես տնտեսության ռազմավարական առումով։ Հայաստանի Հանրապետությունից Եվրամիություն ապրանքների արտահանման, տնտեսության ոչ ավանդական ճյուղերի զարգացման գործակցության առումով։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը։ Խոսելով մասնավորապես տնտեսության ոչ ավանդական ճյուղերի զարգացման մասին, վարչապետն անդրադարձավ կանաչ ջրածնի արտադրության հնարավորությանը։ Արևային էլեկտրոէներգիան օգտագործվում է ջրածին արտադրելու համար, իսկ ջրածինը արդեն օգտագործվում է որպես վառելիք եւ հիմա նաեւ Եվրոպական միությունը ծրագրեր ունի կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, կանաչ ջրածնի արտահանման կամ ներմուծման իրենց պարագայում ուղիներ ստեղծել եւ մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։ Նիկոլ Փաշինյանը ծավալուն անդրադարձ է կատարել նաև Եվրամիության հնարավոր անդամակցության ժամկետներին, Եվրամիություն ԵԱՏՄ հակադարձության սկզբունքներին, արտաքին բալանսավորված քաղաքականությանն ու ներկապային դրանց շուրջ ծավալվող իրադարձություններին, հավելելով, որ մինչև Եվրամիության անդամ դառնալը Հայաստանը նախ պետք է անցնի որոշակի ճանապարհ Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու համար։ Մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ եւ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թրիփի գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում շատ կարևոր է միջազգային աջակցությունը, այդ թվում Գերմանիայի կողմից, նշեց վարչապետը։ Խաղաղության խաչմերուկի եւ թրիփ ուղի նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն,
Տարածաշրջանում եւ դրանից դուրս տնտեսական հնարավորություններն իրականություն դարձնելու հիմքում խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, ինչն է խոչընդոտում դրան հայկական կողմը կարծես որևէ պահանջ չի ներկայացնում, իսկ ինչ է պահանջում Բաքուն։ Արդյոք Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը մնում է օրակարգում։ Այս առնչությամբ հարցինի պատասխանել Նիկոլ Փաշինյանը հստակ ընդգծեց, որ հարևան պետության հետ երբևէ նման քննարկում չի եղել եւ չի լինելու, քանի որ սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն է։ Վարչապետն անդրադարձավ նաեւ Բաքվի կողմից պարբերաբար օգտագործվող Արմենիան-Ադրբեջան եզրույթին, նշելով. Ես ծանոթացա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանի Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված եւ տեսեք ես ինչ իրավիճակ եմ տեսնում։ Իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է Արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արցախցիների վերադարձի մասին շարունակական խոսակցությունները նման պահանջ ներկայացնելը նշանակում են նոր պատերազմ, նոր զոհեր։ Քաղաքական նմանատիպ օրակարգերի շրջանառությունը միմիայն վնասում է խաղաղությանը, համոզված է վարչապետը։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցն ամփոփեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցով կարևոր հայտարարությամբ։ Առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Տալիս են վիզա, ում տալիս են կտան, ում չեն տալիս չեն տա։ Եվ հիմա այս շղթայական հույս ունեմ, որ այս բանը կշարունակվի նաև մյուս դեսպանատանների դեպքում եւ մենք այս խնդրից կազատվենք։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին։ Ադրբեջանի ագնահարարությունը հայտարարություններ տարածել, նշելով, թե նոր փաստաթուղթը վտանգում է խաղաղության գործընթացի տրամաբանությունը եւ կարող է վնաս հասցնել հարաբերությունների կարգավորման ուղղված վերջին ամիսների ընթացքում արձանագրված առաջընթացին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Ադրբեջանի կողմի հայտարարությանը։ Բրյուսելում ստորագրված ԵՄ Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը նոր լարվածություն է առաջացրել Բաքու-Երևան հարաբերություններում։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության, այն փաստաթուղթը, որն ըստ էության պետք է վերաբերեր բացառապես Բրյուսելի եւ Երևանի երկկողմ հարաբերություններին, ներառում է ձևակերպումներ, որոնք խեղաթյուրում են հետկոնֆլիկտային իրականությունը եւ հակասում Ադրբեջանի շահերին։ Մասնավորապես Բաքուն քննադատում է այն, որ փաստաթղթի տարբեր բաժիններում օգտագործվել է Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր ձևակերպումը։ Ադրբեջանի արտգործնախարարության մեկնաբանմամբ այս արտահայտությունը վերաբերում է այն անձանց, որոնք հայկական կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո կամավոր տեղափոխվել են Հայաստան եւ նրանց փախստականներ անվանելը ըստ Բաքվի ԵՄ-ի կողմնակալության դրսևորում է։ Ադրբեջանը նաեւ մտահոգություն է հայտնում այն հատվածի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ ԵՄ-ն սատարում է միջազգային դատարանի համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացմանը։ Բաքվի մեկնաբանությամբ այս ձևակերպումը հուշում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջների մասին, շրջանցելով Ադրբեջանի սեփական իրավական պահանջները Երևանի նկատմամբ։ Ավելին Ադրբեջանը հիշեցնում է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ նախաստորագրված խաղաղության նախագիծը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին արդեն իսկ պարունակում է այդ պահանջների կարգավորման մեխանիզմ։ ԵՄ Հայաստան փաստաթղթում այս նախագծիչը հիշատակումը ըստ Բաքվի լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ադրբեջանի քննադատության մի այլ առանցքային թեմա էլ Հայաստանում ԵՄ
ԵՄ մոնիթորինգային առաքելության ներկայությունն է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը գործում է որպես քարոզչական գործիք Ադրբեջանի դեմ, եւ ԵՄ Հայաստան փաստաթղթում առաքելության լիարժեք կարողությունների ապահովումը հակասում է կողմերի սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու մասին պայմանավորվածությանը։ Բաքուն դժգոհություն է հայտնում նաև այն առնչությամբ, որ փաստաթուղթն ընդգծում է Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը։ Այն դեպքում, երբ ինչպես նշում է ադրբեջանական կողմը, տարածաշրջանային կոնսենսուս այս նախագծի շուրջ դեռ չկա։ Միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրուկ քննադատում է նաև այն, որ փաստաթղթում գերիներ են անվանվել հայ ազգի այն անձինք, որոնք ըստ Բաքվի մեղադրվում կամ դատապարտվել են այսպես ասած մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների համար։ Այս հարցը Բաքուն գնահատում է որպես իրականության լուրջ աղավաղում։ Ադրբեջանը հայտարարում է, Բրյուսելում ստորագրված օրակարգը վտանգում է խաղաղության գործընթացի տրամաբանությունը եւ կարող է վնաս հասցնել հարաբերությունների կարգավորման ուղղված վերջին ամիսների ընթացքում արձանագրված առաջընթացին։ Պաշտոնական Երևանն արձագանքել է Բաքվի հայտարարությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ադրբեջանական հայտարարությունները գնահատել է ապատեղեկատվական, մանիպուլյատիվ եւ խաղաղության օրակարգը խաթարող։ Հայկական կողմն ընդգծում է, որ ԵՄ Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անվտանգության եւ արդարադատական համակարգերի բարեփոխումները եւ որևէ կերպ չի կարող դիտվել որպես կողմնակալություն Ադրբեջանի նկատմամբ։ Այն, ինչպես նշել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, ընդհանրեն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված եւ խորացող գործընկերության բովանդակությունը, հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը ներառում է ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։ Հատկանշական է, որ նույն օրը կայացած Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը։ Այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նաև հավելել է. ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը։ Լուսինե Գրիգորյանը, Free News, Ազատ լուրեր։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության հերթական նիստում ներկայացրել է Սևանա լճի ափամերձ գոտում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքները։ Նիստում գործադիրը որոշել է նաև 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացնել մոտ 3 միլիարդ դրամ։ Կառավարության մյուս որոշումների մասին ներկայացվող տեսանյութում։ Սևան ազգային պարկին է վերադարձվել Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող հողամասը։ Որոշման նախագիծը կառավարության գործընկերներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ըստ այդմ առաջարկվեց Հայաստանի սեփականություն հանդիսացող 13 միլիոն 404 հազար դրամ արժեքով 1.5 հեկտար հողամաս ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը եւ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին։ Նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա Գեղարքունիքի մարզի առաջին հատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Սևան ազգային պարկ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ Կարեն արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց գործից, նշելով, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը բավարարվել է եւ Սևան ազգային պարկին է վերադարձվել նշված հողամասը։ Դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության իդեմս Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տնօրենի եւ արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված եւ 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս։ Պարոն փոխվարչապետ, այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը եւ տրամադրվում է վարձակալական իրավունքով
հողամաս։ Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն։ Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանությանը հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության վրա միջնորդագրեր են ուղարկվել Սևան համայնքին եւ Սևան ազգային պարկ Պոակին, Սևանի ափամերձ բացարձակնիշից ցածր տարածքների 34 հողամասերում արկա ապօրինի կառուցված շենք շինություններն ապամոնտաժելու եւ հողամասը նախկին տեսքի բերելու համար։ Աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, այս պահի դրությամբ 3 հողամասերում արկա շենք շինություններն են ամբողջությամբ անպամոնտաժվել, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ եւ կայացվել են 23 քանդման որոշումներ, որոնք դեռևս չեն կատարվել։ Վարդապետյանն ընդգծեց, որ հսկողությունը շարունակվելու է եւ եթե աշխատանքները չկատարվեն, պահանջելու են դատական կարգով դա անել։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հետաքրքրվեց, ում են պատկանում գույքերը, գլխավոր դատախազը մանրամասնեց։ Դրանք պատկանում են նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւս արձագանքեց, ընդգծելով, որ գույքերի քանդումը գումար է պահանջում եւ այս համատեքստում խնդրեց գումար հատկացնել։ Կառավարության մեկ այլ որոշմամբ 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 2 միլիարդ 828 միլիոն դրամ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը թվարկեց նաեւ այն աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով։ Ըստ այդմ դրանք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, ջրատարի վերակառուցմանը, ջրամատակարարման ցանցի բարելավմանը, ճանապարհների վերանորոգմանը, ներհամայնքային փողոցների կառուցմանը, սալարկմանը, մանկապարտեզների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը, շենքերի ջրամեկուսացման եւ էներգոարդյունավետության ծրագրերի արդիականացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, համայնքներում կոյուղի կառուցելու աշխատանքներին։ Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինեն 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Այնուհետև ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու եւ հարայկից օրենքների փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ 112 հեռախոսահամարով։ Ներկայում գործող 102, 911 եւ 101 համարները կշարունակեն աշխատել որոշ ժամանակ, սակայն դրանցով ստացված բոլոր զանգերն ավտոմատ կերպով կվերահասցեագրվեն 112-ին։ Հետագայում իրազեկման արշավներից հետո այդ համարները փուլային կերպով կհանվեն շրջանառությունից։ Կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր մասնագիտացված ահազանգը սպասարկող հաստիկներ։ Ըստ էության վերջնարդյունքում մենք զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցնենք մինչեւ 10 վայրկյան։ Իսկ արձագանքի միջին տևողությունը 10 րոպե մինչև։ Հետագայում 112-ը կմիավորի նաև շտաբ բժշկական օգնության կանչերը, սակայն դրա համար պահանջվում են երկրորդ փուլում իրականացվելիք տեխնիկական եւ ինստիտուցիոնալ բարելավումներ։ Մեկ այլ որոշմամբ էլ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 39 միլիոն եվրո կտրամադրի Երևանում լոգիստիկ կենտրոն կառուցելու համար։ Ի դեպ կառավարությունը որոշեց լրացուցիչ 400 միլիոն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-ից 26 թվականների ծրագրերի իրականացման համար։ Խոսքը մարզերում հիպոթեքի աջակցության եւ հիպոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։ Մարզերում երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով աջակցություն է ստացել 2537 շահառու։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք թողարկումը Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների ալֆա կենտրոնն այսօր անօթաչուներով հարվածել է ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկին Լուկոյլին պատկանող նավթային պլատֆորմին, որը գտնվում է Կասպից ծովի հյուսիսային հատվածում։ Սա առաջին դեպքն է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում Կասպից ծովում գտնվող ռուսական նավթային ենթակառուցվածքներին։ Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ առնվազն 4 ԱԹՍ-ների հարվածների հետևանքով մոտ 2 տասնյակ նավթահորերից վառելիքի արդյունահանումը անորոշ ժամանակով դադարեցվել է։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Պրավոբերեժնի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Երկհարկանի շենքում կրակը տարածվել է մոտ 1500 քառակուսի մետր տարածքի վրա։ Հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքի գլխավոր վարչությունը, հավելելով, որ հրդեհի հետևանքով կա 1 զոհ։ Հատուկ ծառայությունների հաղորդմամբ կրակի արագ տարածմանը նպաստել է շենքի ներսում բարձր հրդեհային ծանրաբեռնվածությունը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 26 միավոր տեխնիկա եւ 96 փրկարար։ Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 53,000 միգրանտի։ Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ հայտնաբերվել են ուկրաինական եւ բուլղարական անձնագրեր։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներից հետո մայրաքաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել անօրինական միգրացիայի կազմակերպման համար, մեղադրանք առաջադրելով Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքացիների։ Ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ կեղծ փաստաթղթեր ստացած բոլոր օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար։ Այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները բռնագրավել է Վենեսուելայի ափին գտնվող ամենամեծ նավթատարը։ Լրագրողի հարցին, թե ինչ կլինի դրա հետ, Թրամփը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները դա կպահի։ Վենեսուելայի իշխանությունները կոշտ են արձագանքել, մեղադրելով Միացյալ Նահանգներին բացահայտ գողության մեջ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը։ Թրամփը լրագրողների հարցին պատասխանել է, որ եվրոպացի առաջնորդները կոչ են արել ամերիկացի ներկայացուցիչներ ուղարկել Եվրոպա Զելենսկու հետ շաբաթավերջին նախատեսված հանդիպմանը մասնակցելու եւ հետագա քայլերը համաձայնեցնելու համար։ Կրեմլը արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված քննադատությանը եւ զիջումների գնալու կոչին, որոնք Թրամփը հնչեցրել էր Պոլիտիկոին տված հարցազրույցում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության, տարածքային եւ այլ հարցերի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները համապատասխանում են Մոսկվայի ընկալումներին։ Պեսկովը նաեւ ողջունել է Վոլոդիմիր Զելենսկու պատրաստակամությունը Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու ընդգծելով, որ դա համահունչ է Վլադիմիր Պուտինի բազմիցս հնչեցրած կոչերին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաները բանակցություններ կվարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ, քննարկելու պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերակառուցման եւ տնտեսական զարգացման ծրագրերը։ Զելենսկու խոսքով այս քննարկումն ընդգրկված է Ռուսաստանի հետ խաղաղության ավելի լայն նախաձեռնությունների շրջանակներում։ Նա նշել է, որ խաղաղության ծրագրի 20 կետից բաղկացած հիմնական փաստաթուղթը Կիևը պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնին մոտ ապագայում։ Այսքանը ցտեսություն։